Առեղծվածային թվերի շարքի 10-րդ քարոզախոսությունը։ Արդյոք անվերջը այսպես պիտի գնանք։ Այդպիսի հարցում տվողներ եղավ։ Բոլոր թվերի վրա պիտի խոսեք, ոչ իհարկե, որովհետև թվեր կան, որոնք Աստծո խոսքի մեջ որոշակի դերակատարություն ունեն, նշանակություն ունեն։ Հենց այդ թվերի վրայով էլ պիտի խոսենք, այսօր էլ դրանցից մեկն է, այն խորհրդանշում է նոր սկիզբ, հարության խորհրդանիշն է, հիմա պիտի ասեք 3 թիվը, որովհետև հարության խորհրդանիշ է, ոչ, միայն 3 թիվը չէ, որ հարության խորհրդանիշն է, կիմանանք քիչ հետո, աստվածային երանություն է ներկայացնում եւ նաեւ հաղթանակ, հրաշալի է, չէ՞, խորհուրդները։ Աստված 6 օրվա մեջ ստեղծագործությունը ավարտեց եւ 7-րդ օրը իր հանգիստը մտավ։ Հետո ինչ եղավ, հենց այդպես մնաց։ Նոր սկիզբ դրվեց, չէ՞, 8-րդ օրը որպես նոր սկիզբ, a new beginning։ Նույն կերպով ջրհեղեղից հետո 8 հոգիներով Աստված նոր սկիզբ ստեղծեց։ Նրանցից առաջացան բոլոր ազգերը եւ տարածվեցին։ Չար մարդկությունը Աստծո ջրհեղեղով պատժվեց եւ Աստված խոստացավ, որ այսուհետև մարդկությանը ջրհեղեղով չպիտի պատժի, այլ մարդկությունը պահված է կրակի համար, դատաստանը այդպես պիտի գա։ Որովհետեւ մենք կարդում ենք, նրանք ովքեր առանց Հիսուսի են այս աշխարհը լքում, իրենց սպասում է ծծումբով այրված կրակի լիճը իբրև վերջնական տեղ, տանջանքի ու չարչարանքի, սարսափելի մի բան է սա։ Մարդիկ անդրդվելի են, որքան էլ ասում ենք, հավատք է պետք դրա համար։ Եկեք կարդանք Ծննդոց 6-րդ գլխից մի քանի համարներ։ Ծննդոց 6-րդ 5-ից 8 համարները։ Եվ Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը երկրի վրա շատացավ, եւ նրանց սրտին խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Այսինքն մարդը առավոտյան արթնանում էր, անպայմանորեն չարիք պիտի աներ, մեղք պիտի գործեր։ Տերը երկրի վրա մարդ ստեղծելուն զղջաց, անշուշտ բնագրի թարգմանությունը ցավ զգաց, եւ իր սրտի մեջ տրտմեցավ, որովհետեւ Աստված մարդ չէ, որ զղջա։ Եվ Տերը ասավ, երկրի վրային պիտի ջնջեմ, ինչ որ ստեղծեցի, մարդուց միջև անասունները եւ սողունները եւ երկնքի թռչունները, վասնզի անոնք ստեղծելուս հենց այդ զղջալ ասելը ցավ զգաց, բայց Նոյը Տիրոջ առջև շնորհք գտավ։ Նոր սկիզբ դրվեց, ճիշտ է, ադամական բնությունը մնաց մարդու մեջ, բայց այն հին չարացած մարդկությունը, որ ապստամբ էր Աստծո դեմ, Բաբելոնյան աշտարակաշինություն եւ այլն, Աստված կործանեց այդ ամենին։ Ուրեմն նոր սկիզբ դրվեց եւ սերնդից սերունդ շարունակվում է կյանքը, երանելի են այն անձերը, ովքեր որ Տիրոջմով են ապրում այս երկրավոր կյանքը։ Թվոց 8-րդ գլխում նկարագրված է, թե ղևտական քահանական կարգը ինչպես էր պատրաստվում ծառայության, որովհետև պաշտոն պիտի ստանձնեին։ Թվոց 8-րդ գլուխ 5 համար Տերը խոսեց Մովսեսին ասելով. ղևտացիներին առ եւ մաքրի, հանդերձները պիտի լվանային, գրված է
քահանան պիտի սուրբ լինի, Աստծո առջև իր մեղքերը խոստովանած ամեն օր, բայց եթե մեկը պղծալից կյանքով է ընթանում, նա ինչպես կարող է քահանա կոչվել, անգամ քահանայապետ։ Դրա համար ինչ պիտի անեին։ Մեկական զվարակ ինչ է։ Ցուլ։ Հացին ծայի համար եւ մեկ ուրիշ զվարակ մեղքի պատարակի համար եւ այսպես իրենց մեղքերը պիտի խոստովանեին, ծիսական մի համակարգ էր ստեղծված, ritual, ավարտվում էր 8-րդ օրը։ 8-րդ օրից հետո ղևտական քահանապետությունը, քահանայական կարգը գործադրության մեջ էր դրում։ Այլ կերպ ասած, ամեն մեկ քահանայի համար 8-րդ օրը նոր սկիզբ էր։ Տիրոջ ծառայության մեջ էին մտնում։ Նույն ձևով ներկայիս էլ, եթե որևէ մեկը Տիրոջ դաշտի մեջ որևէ ծառայություն է անում, դա նոր սկիզբ է, որովհետև միջ այդ չի արել, հիմա առիթը տրվեց ծառայություն անելու։ Միայն թե ամեն բան պիտի արվի Տիրոջ դաշտի մեջ նվիրումով, ամենայն սիրով։ Աստված ասում է, եթե մեկը Տիրոջ գործը թուլությամբ է անում, վայ նրան, վայ է կարդում Աստված։ Այսինքն ավելի լավ է չանի, քան թե թուլությամբ անի։ Եթե Տիրոջ դաշտի մեջ որևէ ծառայություն պիտի անես, բոլորանվել, ամբողջ քո սիրովդ, ամբողջ քո նվիրումովդ պիտի անես, որպեսզի թե դու օրհնվես եւ թե Աստծո անունը փառավորվի։ Ծննդոց 17-րդ գլխում Աստված Աբրահամի հետ ուխտ արեց, covenant։ Տեսնենք ինչ ուխտ էր սա։ Ծննդոց 17, 9-ից 12 համարները։ Աստված ասավ Աբրահամին, ուստի դու ու քեզ մե ետքը քու սերունդդ իրենց ազգերու մեջ պահեցեք իմ ուխտս, այս է իմ եւ ձեր մեջտեղ եւ քեզ մե ետքը քո սերունդիդ մեջտեղ եղած իմ ուխտս, որ պիտի պահեք։ Ձեզ մե ամեն արու պետք է թլպատվի, ձեր անթլպատության մարմինը թլպատեք եւ ասիկա իմ եւ ձեր մեջտեղ ուխտի նշան պիտի լա։ Ձեր ազգերու մեջ ամեն 8 օրվա արու զավակ կամ տունը ծնվածը կամ քու սերունդեդ չեղող բոլոր օտարականներեն ստակով ծախող առնվածը պետք է թլպատվի։ 8 օրվա արու զավակը։ Այլ կերպ ասած, այդ թլպատությունից հետո ինչ է սկսում։ Նոր ընթացք, համարվում է ուխտի մեջ մտած։ Այդպես շարունակվեց այդ թլպատությունը, ուխտի նշանը որպես կրեցին, թե նահապետները, նրանց զավակները, սերունդները շարունակաբար։ Օրինակ Հովհաննես Մկրտիչի համար գրված է Ղուկաս 1:59 համար։ Հովհաննես Մկրտիչը 8 օրվա էր, որ տղային թլպատեցին։ Տեր Հիսուսի համար էլ է գրված Ղուկաս 2:21 համար, երբ 8 օրերը լրացան, մանուկին տարան թլպատելու նրա անունը Հիսուս դրվեց։ Մի անձնավորություն կար, ում Աստծուց հայտնվել էր, որ երկար պիտի ապրի, միջև որ այդ մանուկին տեսնի, որ Մեսիան պիտի լինի։ Եվ ինչ էր այդ անձնավորության անունը։ Սիմեոն այնքան երկար ապրեց, որ անունը նաև կոչվում է Սիմեոն ծերունի։ Եկեք կարդանք Ղուկասու 2-րդ գլուխ 22 համարից։ Մովսեսի օրենքի համաձայն, երբ անոնց մաքրության օրերը լմացան, Երուսաղեմ տարեն զանիկա Տիրոջ առջև հանելու, ինչպես գրված է Տիրոջ օրենքի մեջ, թե ամեն արու որ արգանդ կբանա, Տիրոջը սուրբ լինի։ Տիրոջ օրենքի մեջ ըսվածի պես ընծատալու 2 տատրակ կամ աղավնու 2 ձակ, այն ատեն Երուսաղեմի մեջ մարդ մկար, որին անունը Սեմեոն էր։
Անիկա արդար եւ աստվածավախ էր։ Իսրայելի մխիթարությանը կսպասես, ես Սուրբ Հոգին անոր վրա էր։ Նրան հայտնված էր Սուրբ Հոգուց, թե մահ պիտի չտեսնե, միջև Տիրոջ օծյալին տեսնի։ Նա էլ հոգիով տաճար եկավ, ու երբ ծնողքը բերին Հիսուս մանուկը, որպեսի օրենքի սովորության պես անորնեն, ինքը զանիկա իր գիրկը առավ եւ օրտնեց Աստծուն եւ ասավ. «Ալ հիմա ով Տեր արցակե քու ծառատ խաղությամբ, քու խոսքիդ համատ, վասնզի իմ աչքերս տեսան քո փրկությունը, որ բոլոր ժողովուրդների առջև պատրաստեցիր, լույսը հեթանոսները լուսավորելու եւ փառք ու Իսրայել ժողովրդիդ»։ Արդյոք թլպատվելու ուխտը ի զորու է եկեղեցու կամ նոր ուխտի դարաշրջանի։ Արեցին չէ։ Ի զորու է։ Պատասխանը ոչ է։ Թլպատություն այո, բայց ոչ մարմնի թլպատություն, ոչ ձեռագործ թլպատություն, այլ անձեռագործ թլպատություն, այդպես է ասում Տիրոջ խոսքը Գաղատացիների 6-րդ գլուխ 11-ից 15 համարներում կարդանք։ Նայեցեք ինչպեսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռքովս, որոնք կուզեն մարմնի կողմանե բարի երևնալ, անոնք ձեզ կստիպեն, որ թլպատվեք, որպեսզի Քրիստոսի խաչի համար չհալածվեն։ Գաղատիայում հավատացյալ մարդիկ են, բայց հրյամիտներ են եկել, ովքեր որ ասում են, լավ Հիսուսին ընդունել եք որպես Տեր, բա թլպատությունը Աստված է պատվիրել, չէ, այդ ուխտը մեր հայրերը կատարեցին, դուք ինչու չեք անում։ Այդ կերպով իրենց ուզում են ստիպել թլպատվեն, որ անհավատ հրյաների առջև իրենք լավ երևային, հանկարծ իրենց չհալածեն։ Քանզի անոնք, որ թլպատված են, իրենք օրենքը չեն պահում, հապա կուզեն, որ դուք թլպատվեք, որպեսզի իրենք ձեր մարմնով պարծենան, բայց ես քավ լիցի, որ պարծենամ, հապա միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհ ինձի խաչը ելած է, ես էլ աշխարհին։ Վասնզի Քրիստոս Հիսուսով ոչ թլպատությունը մի բան է, ոչ անթլպատությունը, հապա ինչն է կարևոր։ Նոր ստեղծված լինելը, վերստին ծնված լինելն է կարևոր։ Թլպատված է, թլպատված չի, կարևորություն չունի, բոլորովին։ Կողոսացիս 2:11 ասում է. բոլոր ճշմարիտ հավատացյալները անձեռագործ թլպատություն ունեն, այսինքն սրտի թլպատություն։ Այս պարագային ութը նոր հոգևոր կյանքի խորհրդանշանն է։ Ոմանք այնպես են ներկայացնում, որ հին ուխտի թլպատությունը նոր ուխտի մանկամկրտությունն է։ Սա շատ մեծ սխալ է, որովհետև դրա ապացույցը չկա։ Գրվածին եք չէ հավատում, չկա նման բան գրված։ Մանկամկրտություն Սուրբ գրքի մեջ գոյություն չունի, դա մարդահնար է։ Լավ ինչ, մանուկի հետ ինչպես վարվենք, այն ինչ որ նախադեպ ունենք, նվիրում, որ այստեղ այս խորանի վրա շատ ու շատ ծնողներ իրենց զավակներին բերել են և ներկաների առջև ուխտ են արել, որ այդ զավակներին Աստծո հոգիով և խոսքով պիտի մեծացնեն, այսինքն պարտավորություն են վերցրել այդ երեխաների հանդեպ նրանց Աստծո ճանապարհները սովորեցնելու։ Քանի հոգիներ են գրել Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը ընդհանուր մեկ հեղինակ ունի, Սուրբ Հոգին է, բայց Սուրբ Հոգին մարդկանց գործածեց, Աստծո Սուրբ մարդիկ Սուրբ Հոգիից շարժված գրեցին։ 40 հեղինակներ ունի Սուրբ Գիրքը, 1600 տարիների ընթացքում է գրված և Աստված ներգործությամբ այդ ամենը բերել, ժողվել է և մենք ունենք մեկ գիրք, որ կոչվում է Աստվածաշունչ, Աստծո շնչով գրված։ Նոր Կտականի
27 գրությունները 8 հեղինակների կողմից են գրված։ Մատթեոս ավետարան, Մարկոս ավետարան, Ղուկաս ավետարան եւ Գործք առաքելոց, Հովանես առաքյալը ավետարան, 3 ընդհանրական թղթեր եւ հայտնության գիրքը, Հակոբոս առաքյալը գրություն ունի, Պետրոս առաքյալը 2 նամակներ, ընդհանրական Հուդան 1 նամակ եւ մնացով Պողոս առաքյալը քանիս 13 գումարած 1 13 որտեղ որ Պողոս առաքյալը ինքը իր անունը նշում է որպես հեղինակ, բայց Եբրայեցիների գիրքը կամ նամակը գրելուց գտնվել է խորագետ, իմաստուն, չբացահայտելով իր ով լինելը, որտեղ հрьяաների մեջ մեծ ատելություն կար իր անձի հանդեպ, որպես ժամանակին նազովրեցու հետևորդներին հալածող, հիմա նրանց նազովրեցուն ծառայող, Հիսուսին ծառայող մեկը։ Ուրեմն 14 գրությունների հեղինակ Պողոս առաքյալը։ Քանի հեղինակ տեսակ նոր կտակարանի 8 հեղինակների միջոցով նոր կտակարանի ասելիքը ամբողջացվեց։ 8 թիվը նաև երանության եւ օրհնության թիվ է, blessing, Մակարիոս։ Լեռան քարոզի մեջ, որտեղ է գտնվում, Մատթեոս 5-րդ գլուխ։ Հիսուս երանիների շարք ասաց, երանի հոգով աղքատներին։ Ովքեր են հոգով աղքատները։ Նրանք ովքեր որ գիտակցում են, որ իրենց հոգիները դատարկ է։ Եվ այդ հոգիները կլցվեն միայն Աստծո հոգով։ Երանի նրանց, ովքեր հասկանում են այդ դատարկությունը եւ ձգտում են, որ իրենց հոգիները լցվի Աստծո հոգով։ Երանի սքավորներին Հիսուս ասաց. ես կգնամ մխիթարիչ Սուրբ Հոգին կղրկեմ ձեզ, որպիսի ձեզ մխիթարի։ Երանի սքավորներին նախ եւ առաջ բոլոր նրանց, ովքեր որ իրենց մեղքերի վրա են սքում, այլ կերպ ասած դրանից հետո քայլ կա, չի անելու։ Եթե սքում է, պիտի ապաշխարի, խոստովանում է Տիրոջը եւ ազատագրվում է այդ մեղքերից։ Եվ երանի բոլոր նրանց, ովքեր որ իրենց հարազատին կորցրեցին, բայց մխիթարություն գտան։ Սիրելի մեր նոդար եղբոր Պարագային 38 տարեկանում լքեց այս աշխարհը, հավատքով ապրեց, հավատքով ննջեց, անգամ այդ ծանր հիվանդության տարիներին Աստված փառավորվեց իր կյանքի մեջ, իր խոստովանությունը, որ այս տարիների մեջ ես Աստծուն շատ ավելի մոտեցա, քանիցս ասաց, որ պատրաստակամ եմ Տիրոջ մոտ գնալու։ Եվ մենք հասկանում ենք այսօր, թե ինչպես Հասմիկ քույրը իր զավակները որքան մխիթարություն ունեն, որտեղ վստահ գիտեն, որ սիրելի նոդարին նորից պիտի տեսնեն հավիտենականության մեջ։ Օրհնյալ է Տերը, օրհնյալ է իր Սուրբ Հոգին մխիթարիչը։ Երանի հեզերին, երանի խոնարհներին, հեզեր եւ խոնարհներ։ Հիսուս, երբ որ իր անձիմասներ խոսում, այս երկու բառերն էլ գործածեց։ Ինձանից սովորեցեք, որ հեզեմ եւ սրտով խոնար։ Ուրեմն խոնարհությունը վերաբերում է սրտին, հեզությունը մեր վարվելակերպն է։ Երանի բոլոր նրանց, ովքեր որ այսպես են վարվում։ Երանի նրանց, որ անոթի եւ ծարավ են արդարության համար։ Այս աշխարհը անարդար է։ Երբեք չփնտրեք աշխարհի մեջ արդարություն, չեք գտնելու։ Միայն մեկ տեղ կա արդարություն, դա Աստծո մոտ է։ Քրիստոս Աստծո արդարությունն է, որ հայտնվեց երանի բոլոր նրանց, ովքեր որ աստվածային արդարությունն են գտնում։ Երանի ողորմածներին, երանի ողորմածներին, ովքեր են ողորմածները, նախ եւ առաջ բոլոր նրանք,
ովքեր որ ունեն այդ զորությունը ներելու։ Հիսուս մեզ ներեց, երբ որ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, իր առջև թշնամի ենք, մեզ ներեց։ Աստված նաեւ նույն բանը մեզ է պատվիրում, որ ինչպես ինքը մեզ ներեց, մենք էլ ներենք բոլոր նրանց, ովքեր որ մեր հանդեպ մեղք են գործել։ Եվ նաեւ ողորմածներին հենց ուղիղ կարող ենք հասկանալ, որ այդ ողորմությունը, այդ գթությունը անես մեկին, որ չունի, Հիսուսի անունով, որպեսզի Աստված փառաբորվի։ Երանի սրտով մաքուրներին։ Կա այդպիսի մեկը երկրագնդի վրա։ Երեմիա մարքային ասում է, որ մարդու սիրտը խիստ չար ու խաբեբայ է, ով կարող է նրան հասկանալ, ճանաչել, միայն Աստված գիտի մարդու սիրտը, բայց ովքեր են սրտով մաքուրները, ովքեր որ իրենց մեղքերը Աստծո առջև խոստովանել են։ Երանի խաղաղություն անողներին։ Աշխարհը լեցուն է հակամարտություններով, պատերազմներով, ապստամբություններ, ամեն ինչ կգտնես այս աշխարհի մեջ։ Երանին նրանց, ովքեր որ խաղաղություն են փնտրում, խաղաղության ետևե են։ Եվ Աստված ասաց, այդպիսիները իմ խաղաղությունս պիտի ստանան, որ ամեն մտքից վեր է։ Բայց նրանք, ովքեր որ պատերազմի են ձգտում, ասել է թե մարդ սպանելու, որտեղ որտեղ կա պատերազմ, այնտեղ կա արյունահեղություն։ Հյուսիսային մարդասպանը, որին լավ անուն են կնքել, իր անունի եւ Հիտլերի միասնական Պուտլեր անունով մեկը անիցիալ է, անիցիալ հավիտյան, որտեղ արդեն 1 միլիոն եւ ավելի երիտասարդների մահվան պատճառ է դարձել։ Երանի խաղաղություն անողներին։ Երանի արդարության համար հալածվածներին։ Արդարությունը անձնավորություն է, չէ՞։ Հիսուս մեր արդարությունն է։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ եւ 30 համար ինչ է ասում, Հիսուս մեզ Աստծուց ինչ եղավ, արդարություն, իմաստություն, սրբություն, փրկություն եղավ։ Երանի բոլոր նրանց, ովքեր որ Հիսուսի անվան համար հալածվում են։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հալածանք չկա Հիսուսի անվան համար, գոնե ֆիզիկական հալածանք չկա, եւ եթե հոգեբանական որոշ բաներ էլ կան, դրանք էպիզոդիկ են, բայց այլակրոն երկրներում Քրիստոսի հետևորդները ֆիզիկական նաև հալածանքների են ենթարկվում եւ քանիսներ դարերի ընթացքում իրենց կյանքն են զոհել Հիսուսի անվան համար, արդարության համար։ Ուրեմն հաշվեցիք քանիսներ երանիների շարքը, որ թվի մասն եք խոսում։ 8-ն էին։ Մենք մշտապես ասում ենք եւ դա Աստծո խոսքն է ասում, որ Հիսուս մարդկության մեղքերի համար մեռավ եւ երրորդ օրը հարություն առավ, այսինքն 3 թիվը մշտապես կապված է, ասոցացվում է հարության հետ։ Նաեւ 8 թիվը եւս հարության հետ կապակցություն ունի, նախ որ հարությունը տեղի ունեցավ շաբաթվա, այսինքն 7-րդ օրն է, չէ՞ շաբաթը։ Շաբաթվա հաջորդ օրը, որ կոչվում է մեկ շաբթի կամ 8-րդ օր։ Եվ Ղուկաս ավետանիչը մեզ 8 թվի հարության հետ կապակցված օրինակ է բերում։ Ղուկասու ավետանից եկեք կարդանք, սա մի տեղի ունեցած հրաշալի իրադարձություն է։ Ղուկաս 9-րդ գլուխ 28-ից 35 համարները։ Հիսուս միջ այդ խոսում էր որդին մարդու պիտի չարչարանքներ կրի ծերերից, քանապետներից, խաչին գանվի եւ երրորդ օրը հարություն առնի, այս ամենի մասին Տեր Հիսուս խոսեց իրենց։ Այս խոսքերից գրեթե 8 օր հետո Պետրոսը եւ Հովանեսը եւ Հակոբոսը լերը ելան աղոտ կնելու Տեր Հիսուսի հետ։ Երբ ինքը աղոտ կներ,
իր երեսին տեսքը ուրիշ կերպ մը եղավ եւ իր հագուստը ճերմակ ու փայլուն եղավ, ահա երկու մարդիկ իր հետ կխոսեին, որոնք Մովսես եւ Եղիանն էին, փառքով երևցած եւ անոր այս կյանքեն ելնելու վրայով կխոսեին, որ Երուսաղեմի մեջ պիտի կատարվեր։ Պետրոս եւ անոր հետ եղողները քնով ծանրացած են եւ արթնացան տեսան անոր փառքը եւ այն երկու մարդիկ, որոնք Հիսուսի մոտ կանգնած են։ Երբ անոնք զատվեցան Հիսուսի մոտից, Պետրոս սավ Հիսուսին. «Վարդապետ, աղեք է որ հոսքենանք ու 3 խրճիթ շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսին, մեկը Եղիային»։ Լավ առաջարկ է Պետրոսի կողմից, որ Մովսեսը եւ Եղիան մշտապես իրենց հետ լինեն։ Վասնզի չգիտեր ինչ է խոսում։ Երբ նա այս բաները կխոսեր, ամպը եկավ եւ անոնց վրա հովանի եղավ եւ ամպի տակ մտած ատենին վախցան, ձայնը եկավ ամպից ասելով. «Սա է իմ սիրելի որդիս, նրան մտիկ արեք»։ Երբ այն ձայնը լսեցին, Հիսուս մենակ մնաց։ Իրենք էլ լուր կեցան եւ իրենց տեսածներեն այդ ամենը մարդկանց չպատմեցին, միջև որ Հիսուս հարություն առավ եւ ամենուրեք այս մասին խոսվեց։ Պետրոս առաքյալը մասնավորաբար նաեւ իր ընթերական թղթերի մեջ այդ բանը գրում։ 8 օր հետո եղավ։ Ինչից? Երբ որ Հիսուս իր հարության մասին էր խոսում։ Ով էր Մովսեսը հրեաների համար? Անփոխարինելի անձնավորություն։ Աստված Մովսեսի հետ դեմ արդեմ խոսեց։ Նրան օրենքը տվեց։ Նրա միջոցով իրենք Եգիպտոսի գերությունից դուրս եկան։ Եղիան ով էր? Եղիան բոլոր մարգարեների հավաքական կերպարն է։ Եվ Եղիայի միջոցով էլ Աստված շատ հրաշքներ արավ, նախ եւ առաջ Եղիան աղոթեց եւ 3.5 տարի անձրև չեկավ։ Հետո նորից աղոթեց եւ անձրև եկավ։ Եղիան նաեւ որբևարի կնոջ զավակին, ում արևը հարվածել էր դաշտում եւ մեռել էր, հարություն տվեց, նաեւ յուղը շատացրեց եւ շատ ու շատ հրաշքներ իր ձեռքով եղան։ Այսինքն այս երկու անձնավորությունները շատ կարևոր էին հրեաների համար։ Եվ նրանց հետ նաեւ հայտնվել է Տեր Հիսուսը երեքով միասին։ Պետրոս առաքյալը այս 3 անձնավորությունների նույն հարթության վրա դրեց։ Դրա համար էր, որ երկնքից այդ ձայնը եկավ. «Սա է իմ սիրելի որդին, նրան մտիկ արեք»։ Այսինքն մյուս երկուսը թեև կարևոր անձնավորություններ են, բայց ադամորդիներ են։ Հիսուս միակն է, անփոխարինելի է։ Շատ հաճախ մենք լսում ենք նաև, որ Հիսուսի չափ նրան հավասարեցնում են իր մորը ևս, Մարիամին։ Մարիամը մեզ համար շատ սիրելի անձնավորություն է։ Մեր Տիրոջ մայրն է, ում որովայնում Հիսուս 9 ամիս եղել է, նրան կերակրել է, նրան սնուցանել է, նրան մեծացրել է եւ շատ մեծ վարձք ունի ինքը։ Բայց Մարիամը չի կարող հավասարվել Հիսուսի հետ։ Մարիամը ադամորդի է, Հիսուս Աստվածորդի է, Աստվածամարտն է, միակն է, անփոխարինելի է։ Հիսուս գերի վեր է։ Մարդկային մարմնով եկավ, Աստված է մարմնով հայտնված։ Իր փառքը միայն իրեն է պատկանում։ Անկամ եթե իր մորը փառք է տրվում, իր փառքից գողացվում է։ Զգուշանանք։ Հայերենում մի այսպիսի երգ կա, Սայաթ Նովայի երգերից է, բայց սա միայն Հիսուսին է վայելում։ Չկա քիզի նման, քիզ նման, դունիս աննման, ով է աննման։ Մարդը միայն Հիսուսն է աննման։ Վերադառնանք այդ դեպքին։ Մովսեսը ներկայացնում է օրենքը։ Եղիան ներկայացնում է ինչ? Մարգարեությունները, հավաքականորեն։ Եվ կարդում ենք Ղուկաս 16:16. Օրենքը
ու մարգարեները միջև Հովանես էին, այսինքն միջև Հովանես Մկրտիչ։ Օրենքը եւ մարգարեությունները մատնանշում են point out Մեսիային, որ պիտի գա, եւ դա տեսականորեն էր, պիտի գա, ասված է։ Հովանես Մկրտիչը գործնականորեն ներկայացրեց Մեսիային։ Հիսուս գնաց եւ նրանից Հորդանան գետում մկրտվեց, եւ ինչ ասաց Հովանեսը Հիսուսի համար։ Իր զարմիկներ, իր քազններ, ասաց. ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Այնինչ որ հին ուխտի մարգարեները եւ օրենքի ամեն կարգ ու սարքը մատնանշում էին գալիք Մեսիային, Հիսուս Քրիստոսին։ Վստահաբար լսել եք Հանուկա տոնի մասին։ Եթե հրյա գործընկերներ ունեք, իրենց համար սա մեծ տոն է, մշտապես գործածում են Հանուկա։ Ինչ տոն է դա։ Նախ եւ առաջ այն կոչվում է լույսերի տոն։ Իրենք շատ լավ գիտեն, որ Աստված լույս է, երբ որ Մեսիան երբ որ գա, պիտի իրենց լուսավորի։ Բայց չգիտեն, որ կամ դեռևս չեն հավատում, որ Հիսուս ասաց. ես եմ աշխարհի լույսը։ Եվ դրանից հետո ովքեր որ ստացել են Սուրբ Հոգին, Հիսուս ասում է. դու ես աշխարհի լույսը, որովհետև այդ լույսը Սուրբ Հոգիով է գալիս մարդու մեջ։ Եվ մենք այդ լույսը պիտի փոխանցենք ուրիշներին եւս։ Ուրեմն լույսերի տոն է եւ նաեւ հետեւյալ պատմական իրադարձության արդյունքում է ծագել այս տոնը։ Քրիստոսից առաջ 164 թվականին տաճարի ընծայում եղավ վերանվիրում, rededication։ Հայերենի մեջ կոչվում է նավակատիկ։ Անտիոքոս 4-րդ Եփիֆանեսը պղծել էր տաճարը։ Ինքը հույն թագավոր էր, Սելևկյան կայսրության թագավորն էր, որ Քրիստոսից առաջ 175-ից 164 թվերին է ինքը թագավորել, եւ Մակաբայցիների ապստամբությունը տեղի ունեցավ։ Եվ այդ իսկ պատճառով նա գայից հեռացվեց, Անտիոքոս Եփիֆանեսը ների խորհրդապատկերն է։ Եթե կարդաք Դանիել 11-րդ գլուխ 36 համար, այդ մասին ծավալուն նաև քարոզախոսություն ունենք։ Աստված ատյաց էր այս մարդը։ Նրա դեմ ուրեմն հաղթանակի եւ տաճարի վերանվիրման տոնն էր։ Այն տևեց քանի օր, հանգիստ պիտի ասեք, 8 թվի մասն ենք խոսում։ Այն տևեց 8 օր։ Հիմա պիտի ասեք Հանուկան ինչ կապ ունի։ Ահա թե ինչպիսի կապ կա։ Տեր Հիսուս ինքը ներկա գտնվեց այդ տոնին։ Եկեք կարդանք Հովանու ավետարան 10-րդ գլուխ 22 համարից։ Այն ատեն Երուսաղեմում նավակատեքի տոններ, այսինքն Հանուկայի տաճարի վերանվիրման ձմեռ էր, եւ Հիսուս կպտտեր տաճարի մեջ Սողոմոնի սրահը։ Հրեաները նրա 4 կողմը եկան եւ ասին անոր. միչև երբ մեզ տարակուսանքի մեջ պիտի թողես, եթե Քրիստոսը դու ես, մեզ համարձակ ասա։ Տեսնում եք իրենց անհավատությունը։ Այդչափ հրաշքները տեսան, ասեցին այս մարդը ինչպիսի իշխանությունով է խոսում։ Այն ամենը ինչ որ Մեսիային բնորոշ էր Հիսուսի վրա կար։ Եվ այդքանից հետո, եթե դու ես ասա, Հիսուս պատասխան տվեց նրանց եւ ասաց. ձեզ եսի ու չհավատացիք, այն գործերը, որոնք ես իմ հորս անունով կգործեմ, անոնք են վկայում ինձ համար։ Կույրերը տեսողություն ստացան, կաղերը քայլեցին, խուլերը լսեցին, համրերը խոսեցին, մեռելները հարություն առան, էլ ինչ եք ուզում։ Բայց դուք չեք հավատար, վասնզի իմ ոչխարները չեք։ Ինչպես ձեզիսի, իմ ոչխարներս իմ ձայնը կլսեն, եւ ես էլ զանոն կճանաչեմ եւ իմ ետևից կուքան։
Ես նրանց հավիտենական կյանք կտամ եւ հավիտյան պիտի չկորցվին եւ մեկը ին ձեռքիցս պիտի չհափշտակե զանոք։ Իմ հայրս, որ զանոնք ինձի տվավ, բոլորից մեծ է եւ մեկը չի կրնար իմ հորս ձեռքեն հափշտակել։ Ես եւ հայրը մեկ ենք։ Հովանու 10:30 համար հիշեք։ Երբ որ Եհովայի վկան իր խաբեբայություններով գալիս է ասա Հիսուսը եւ հայրը մեկ են։ Հայրը Հիսուսի մեջ է, Հիսուս էլ հոր մեջ է։ Հիսուսին տեսան, հորը տեսան։ Ուրեմն Հիսուսի համար հրաշալի առիթ էր։ Այդ տոնին ինքը մասնակցություն բերեց եւ հոց բազմություն հավաքված նրանց Աստծո խոսքի վրայով խոսեց։ Նրանք, որ Աստծունն են, Հիսուսի ձայնը կլսեն եւ իր ետևից կգան։ Ինչպես մեզանից ամեն մեկ արավ։ Այդ ձայնը լսեցինք, երբ որ լսեցինք ճշմարտության խոսքը, մեր փրկության ավետարանը, բայց այդտեղ կարևոր բան կա, որին հավատալով խոստացյալ Սուրբ Հոգու կնիքով կնքվեցինք, որ մեր ժառանգորդ լինելու գրավականն է, միջև որ այդ ժառանգությունը շուտով հայտնվի եւ մենք ունենանք։ Տեսականորեն ունենք, գործնականորեն էլ պիտի ունենանք։ Հիսուս ասաց, հայրը ինձ իր աթոռը նստացրեց եւ մեզ համար ինչ ասաց, որ ինչ անարժան ենք մենք, իր աթոռը պիտի նստենք։ Դեռևս Հիսուս ունի մարդիկ, որ աշխարհի մեջ են։ Դեռ նրա ժամանակը չի լրացել։ Հետևաբար ինչ է պետք անել։ Ամենուրեք Աստծո խոսքը պիտի խոսվի։ Վերջին ժամանակների մեջ եւ մենք տեսնում ենք իրապես այդպես է։ Ամենուրեք խոսում է Աստծո խոսքը, որպիսի հայտնի լինի թե ովքեր են Տիրոջը պատկանում։ Ոմանք ընդունում են փառք Աստծո դրա համար, բայց շատեր էլ մերժում են եւ ցավալիորեն իրենց համար են որոշում իրենց հավիտենականությունը որտեղ պիտի անցկացնեն։ Իսկ իրեն եկողների համար Տեր Հիսուսի խոսքը մեկ անգամ եւս կրկնենք 28 համար։ Ես նրանց հավիտենական կյանք կտամ, հավիտյան պիտի չկորսվին եւ մեկը ին ձեռքից նրանց չի կարող հափշտակել։ Անկարելություն է։ Հիսուս մեզ սատանայի ձեռքից հափշտակեց, բերեց իր ընտանիքի մեջ։ Թույլ պիտի տա, որ մեզ այդ ընտանիքից նորից ետ տանեն։ Վերստին ծնված հավատացյալը, ով որ հավատքով Սուրբ Հոգին ստացել է, երբեք չի կորսվի։ Եվ Սուրբ Հոգին երբեք հավատացյալից չի գնում։ Բայց մենք տեսնում ենք եւ քննում ենք հաճախ տեսանելի բաներ։ Օրինակ, տեսնում ենք, որ հավատքի կյանքի մեջ շատ տկարացած է, ընկած է։ Աստված այդպիսիներին կարող է կանգնեցնել։ Աստված շատ միջոցներ ունի։ Միջոցները տարբեր են։ Խրատում է, եթե այդ խրատներ չի լսում, ծեծում է, անշուշտ ոչ ֆիզիկական ծեծ, բայց թույլ է տալիս կյանքի մեջ տարբեր փորձություններ գալու, որպեսզի խոնարհվի, կոտրված սրտով նորից վերադառնա Տիրոջը։ Եթե ոմանք Դեմասի նման գնում են աշխարհ ու այլևս չեն վերադառնում, նշանակում է նրանք երբևէ վերստին ծնունդ չեն էլ ունեցել, այլ եղել են մտքի հավատացյալներ։ Ինչպես Հովհաննես առաքյալը իր ընդհանրական թղթում գրում է. մեզմե ելան ոմանք, որոնք մեզմե չէին, բայց մեզմե ելան, որպեսզի հայտնի լինի, որ մեզմե չեն։ Այսինքն իրենց ընկերակցության մեջ էին, բայց օրերից մի օր հաջողություն ասեցին եւ գնացին, ինչպես Դեմասը։ Դեմասը Պողոս առաքյալին բավական ծառայություն էր անում Աստծո գործի առաջացման համար։ Օրերից մի օր, ինչպես գրված է, Դեմասը Պողոսին, ոչ թե Աստծուն, Պողոսին թողեց ու գնաց Թեսաղոնիկե, այսինքն աշխարհի մեջ։ Ասեցինք, որ 8 թիվը Հիսուսի հարության հետ կապ ունի։ Հիսուս հարություն առավ շաբաթ օրվա, այսինքն 7-րդ օրվա, հաջորդ օրը 8-րդ օրը։
Նաև Հիսուս իր հարությունից հետո քանի անգամ հայտնվեց իր աշակերտների մեջ, հեշտ է չէ պատասխանը։ Առաջինը, ուրեմն Մարկոս ավետարան 16:9, գրեք հետո դուք սերտեք։ Մարիամ Մագդաղենացուն հանդիպեց, երբ որ նա ուղղակի հուսահատության մեջ էր։ Ինչպիսի հույսեր էին փայփայում, բայց այդ հույսերը փշրվեց։ Սիրելի վարդապետին խաչը անեցին, գերեզմանը դրեցին, բայց Հիսուս նրան հայտնվեց եւ այդ հայտնվելով հուսահատությունը չքացավ, հաղթանակ հուսահատության վրա, victory over despair, հուսահատության վրա հաղթանակ։ Մատթեոս 28:9-10 Հիսուս հայտնվեց մյուս կանանց, ովքեր որ Հիսուսին տեսնելով, սա փաստ է, իրենց աչքի առջև եղավ, երկրպագություն արեցին նրան։ Հիսուս մեռավ, հարություն առած կանգնած է իրենց առջև։ Հաղթանակ մահվան վրա, սա ամենամեծագույն հաղթանակն է։ Հիսուս մահվան վրա հաղթանակ տոնեց, մենք էլ Հիսուսին հավատալով այդ հաղթանակը ունենք։ Ցնցանք եւ ուրախանանք, հավիտենական կյանք ունենք։ Ղուկաս 24:13-32 համար։ Երկու անձնավորություն ելել են, իրենց մտքին ինչ փչեց, այդպես անում են։ Մեկի անունը Կղեոֆպաս էր, մյուսի անունը գրված չէ, աշակերտներից մեկն էր, Էմաուս են գնում Երուսաղեմից։ Ով է ասել ձեր այնտեղ գնաք։ Այ Հիսուս ձեզ կարևոր առաքելության է կանչել եւ դուք գնում եք եւ Հիսուս նրանց հայտնվեց, ասում են մենք էլ ինչ հույսեր ունենք Հիսուսի վրա եւ վերջում խոստովանեցին, երբ որ նա խոսում էր, մեր մեջ հոգին բորբոքվում էր։ Հիսուս նրանցից զատվեց եւ մեկ վայրկյանի մեջ անհետացավ։ Այս մարդիկ շփոթության մեջ էին, այսինքն Հիսուս հաղթանակ բերեց շփոթության վրա, victory over confusion։ Եթե քո կյանքիդ մեջ հուսահատություններ կան, շփոթություններ կան, ստապվիր, Հիսուս հաղթանակ է տարել եւ դու այդ հաղթանակը ունես, գործածի այդ հաղթանակը։ Ղուկաս 24:36-43 սա հանրայդ պատմություն է, 10 առաքյալները թաքնվել էին։ Միտեղ դռները փակ, պատուհանները փակ, հանկարծ չլինի թե գան այ եւ ինչպես վարվեցին Հիսուսի հետ, իրենց հետ էլ այդպես վարվեն։ Վախեցած էին բոլորը։ Հիսուս նրանց մեջ հայտնվեց, ասաց. «Ոգի չեմ, եկեք, շոշափեցեք եւ տեսեք»։ Հաղթանակ վախի վրա։ Victory over fear։ Կյանքիդ մեջ կան վախեր։ Ինչից ես վախենում։ Ոչ մի բանից մի վախեցի։ Եթե Հիսուս քո Տերդ է, ոչ մի բանից մի վախեցի։ Սատանան այդ վախով քեզ անգամ դիպրեսիայի կարող է հասցնել, ընկճախտի։ Հանձնի այդ ամենը քո բոլոր մտահոգություններդ, վախերդ Տիրոջը, ասա ես Տիրոջն եմ վստահել, իր կամքը ինձ համար մեծագույն կամքն է, ինչ որ լինի Տիրոջ կամքով լինի։ Ասեցին 10 աշակերտները, Հուդան արդեն գնաց ուր որ պիտի գնար, մեկը բացակա էր, ով էր։ Թովմասը, ուր ես Թոմաս, չկար, երբ որ եկավ, ասեցին, որ Տիրոջը տեսանք, ասաց միչև չտեսնեմ, մատներս այդ մեխերի տեղը չմտցնեմ, չեմ հավատամ։ Հիսուս մեկ անգամ եւս հայտնվեց այնտեղ, որտեղ այս անգամ նաև Թոմասն էր։ Թոմասի համար մեկ ասում են, որ անհավատ Թոմասը, սա հարիր չէ Աստծո առաքյալին նման բան ասելու։ Այդ պահի համար, եթե այդպես եղավ, մենք հետո տեսնում ենք Հիսուսի առջև Թոմասի վարմունքը, եկեք կարդանք Հովհաննես 20-րդ գլուխ
24 համարից։ Բայց 12-ից մեկը եկվորյա կոչված Թովմաս անոնց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Երբ մյուս աշակերտները ասին անոր, թե Տիրոջը տեսանք, նա էլ ասավ անոնց, իր ձեռքերու վրա բևեռներու նշանը չտեսնեմ եւ մատս բևեռներու տեղը չխոթեմ եւ իմ ձեռքս անոր կողը չխոթեմ, չեմ հավատա։ Այսինքն միայն ձեռքերին բավարար չէ, կողն էլ պիտի խոթի։ 8 օր հետո դարձյալ աշակերտները ներսնեին, Թովմաս էլ նրանց հետ էր, եկավ Հիսուս, թեև դռները փակ էին եւ կանգնեց նրանց մեջտեղ եւ ասավ. խաղաղություն ձեզ։ Շալոմ։ Ետքսավ Թոմասին, մատդ հոսբեր ու նայե իմ ձեռքերից եւ բեր քո ձեռքդ եւ իմ կողս խոթե եւ մի լար անհավատ, ապա հավատացյալ։ Մեկ ակնթարթի մեջ տեսեք փոփոխությունը Թոմաս։ Թոմաս պատասխան տվեց եւ ասավ. իմ Տերս ու իմ Աստվածս։ Հիսուս սավանոր, որտեղ դու զիս տեսար, դրա համար հավատացիր։ Երանելի են նրանք, ովքեր որ չեն տեսնում եւ հավատում են։ Դու հավատում ես, երանելի ես։ Ուրեմն սա էլ հաղթանակ ինչի դիմաց կասկածանքի, victory over doubt։ Հիսուս հայտնվեց Պետրոսին եւ 6 աշակերտներին ծովափում։ Պետրոսը Հիսուսի մահից հետո որոշեց, որ գնա ձկնորսություն անի։ Պետրոս, դու մոռացար այն խոսքը, երբ որ Հիսուս քեզ եւ մյուս աշակերտներին կանչեց, ասաց այսուհետև մարդկանց որ սորտ պիտի լինեք։ Միչև հիմա ինձ հետ եղաք եւ որևէ բանի պակասություն ունեցաք, ասեցին ոչ։ Հիմա գնում ես նորից ձուկ բռնես։ Այնտեղ էին գնացին ձուկ բռնելու եւ հետաքրքիրը ո՞րն է։ Պետրոս առաքյալը իրենց մեջ ամենա ավակը, այսինքն ամենատարեցը պետք է ավելի իմաստուն քայլերի դիմեր, որովհետև մյուսները ավելի երիտասարդ են։ Ձախողեցին, բոլորն էլ ձախողեցին առաքելության մեջ եւ գնացել էին ձուկ բռնելու։ Հիսուս նրանց հայտնվեց, Հիսուս նրանց ձկները բռնել տվեց եւ այդ կերպով հաղթություն ինչի վրա, ձախողության վրա։ Եթե կյանքիդ մեջ ձախողություններ կան, որ հոգևորից շեղվել ես, մարմնավոր կյանքերի մեջ ես գնացել, Հիսուս հաղթանակ է տալի դրա վրա, վերադարձիր քո հոգևոր կյանքիդ։ 7-րդը 11-ին Գալիլեայի ծովին հարող լեռան վրա Հիսուս հայտնվեց, Մատթեոս 28-րդ գլուխ 16-ից 20 համարները։ Եվ վերջին ու սքանչելի մեկ պատգամ տվեց։ Սա կոչվում է Great Commission, այսինքն սա այն առաքելությունն էր, որ նրանք պիտի գնային եւ կատարեին։ Ասաց ամեն իշխանություն ինձ տրված է երկնքում ու երկրի վրա։ Եվ Հիսուս այդ ասելով ինչ է ասում. վերցրեք այդ իշխանությունը եւ գնացեք ամեն ունեք, ավետարանեցեք, աշակերտեցեք, ովքեր որ հավատան նաեւ մկրտեցեք ջրով անվան Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու եւ առաքյալները այս առաքելության մեջ իրապես հավատարիմ գտնվեցին, որովհետեւ նրանց կյանքի պատմությունները կան, որ բոլորն էլ բացառությամբ Հովանես առաքյալի իրենց կյանքը Քրիստոսի համար զոհեցին։ Ուրեմն սա մի հաղթանակ էր բոլոր մնացած իշխանությունների եւ զորությունների վրա։ Երկնային զորություն եւ իշխանություն նրանց տրվեց։ 8-րդը Գործ Կարաքելոց առաջի գլուխ 3-ից 8 համարներ։ Համբարձվեց Աստված, ինչ ուրախություն, Տերը սրբություն, սրբոցը մտավ 500 հոգու առջև։ Հիսուս համբարձվեց եւ մի ամպ Աստվածային շեքինայի փառքը նրան ծածկեց, Հիսուս մտավ երկինք։ Հաղթանակ
ամեն ինչի վրա Հիսուս հաղթող է։ Եթե դու նրա մեջ ես, դու եւս հաղթանակ ես։ Մեկ անգամ եւս կրկնենք, թե Հիսուս ինչպիսի հաղթանակներ տարավ, որ հավատքով դրանք նաեւ մերն են։ Սրանք թե հոգևոր են, թե այս կյանքին են վերաբերում։ Հաղթանակ հուսահատության վրա, շփոթության, կասկածի, վախի, ձախողումի, ամեն զորության եւ ամենակարևորը մահվան վրա։ Օրհնյալ է մեր Տերը, որ իր փառավորյալ հարությամբ այդ ամեն հաղթանակները տարավ։ Ուրեմն այսօր ամբողջացրինք 8 թիվը, մեկ անգամ եւս ասենք, թե այն ինչի մասին էր, ինչի խորհրդանիշներ։ 8 թիվը հանդիսանում է նոր սկիզբ, ինչպես մի շարք օրինակներ բերեցինք, 8 թիվը հարության խորհրդանիշն է, 8 թիվը նաև ինչ է, երանության եւ օրհնության խորհրդանիշն է, 8 թիվը հաղթանակի թիվ է։ Օրհնյալ է մեր Տերը, որ այդ հաղթանակը նաև մեզ բերեց եւ երանելի են բոլոր նրանք, ովքեր որ չտեսած հավատում են։ Աղոթենք մեր ազգի համար, աղոթենք, որ Տերը այցելություն անի եւ շատ ու շատ հոգիներ փրկվեն Աստծո թագավորության համար։ Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։